Հարգելի գործընկերներ, բարև ձեզ, շնորհակալություն, որ այսօր գտնվում եք մեր գրասենյակում։ Մենք ունենք հերթական պրեզենտացիան, որը վերաբերվում է Երևան քաղաքի խնդիրներին։ Սա մեր ամենամյա ծրագիրն է, մենք տարեկան մեկ անգամ, կամ դեկտեմբերին կամ հունվարին իրականացնում ենք նմանատիպ հետազոտություն, որը կոչել ենք Երևանցիների ձայնը։ Եվ ամեն տարի ներկայացնում ենք այն դրական կամ բացասական փոփոխությունները կամ հիմնախնդիրները, որոնք առկա են Երևան քաղաքի հետ կապված։ Ես ներկայացնեմ, եթե հարցեր լինի, մեծ հաճույքով փորձեմ պատասխանել ձեր հարցերին։ Եվ այսպես մեթոդաբանության մասին 601 հարցում է իրականացրել, հեռախոսային հարցումներ, ընտրանքային սխալը 3.8% եւ ժամանակահատվածը ուշադիր եղեք 19-ից 23-ը հունվար 2026 թվականի։ Այսինքն միջև այս վերջին առատ ձյունը, որ տեղաց մեր մայրաքաղաքում։ Ավելի մանրամասն մեթոդաբանության մասին ներկայացված է, ես նյութը տալու եմ ձեզ, կարող եք ծանոթանալ։ Եվ այսպես անցնենք հարցերին։ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում։ Այստեղ 3 տարվա ցուցանիշներն են բերված եւ 25 թվականն է ես միայն նշեմ, 14.1%-ը նշել է լիովին դրական, ավելի շուտ դրական նշել է 35.4%-ը եւ 20.8%-ը նշել է ավելի շուտ բացասական եւ 19%-ը նշել է ընդհանրապես բացասական։ Մենք տեսնում ենք, որ դրական տիրույթում շուրջ 50% է գնահատել Երևան քաղաքի այս վերջին 1 տարվա փոփոխությունները։ Նաեւ կան համեմատականներ, եթե մենք համեմատում ենք անցած տարվա ցուցանիշի հետ, այդքան էլ տարբերություններ չկան։ Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները, այստեղ մի քանի պատասխան կարող էին տալ մեր քաղաքացիները եւ թվեմ ըստ կարևորության, 29.6%-ը նշել է օդի աղտոտվածության խնդիրը եւ բնապահպանական խնդիրներ, կարծում եմ շատ համահունչ է, ինչ վերջի այս 1 տարվա ընթացքում բավականին շատ արծարծվել է այս խնդիրը։ Խցանումներ նշել են 26.5%-ը, ճանապարհների վատ վիճակ 22.6% են նշել, աղբանության խնդիր 16.3% եւ հասարակական տրանսպորտի խնդիրներ 15%։ Ավելի նվազ ցուցանիշներ կան 8.7%-ը ձնամաքրման աշխատանքներ եւ մաքրություն 7.8%, գնաճ ինֆլյացիա 6% եւ տրանսպորտի նոր վճարման համակարգի խնդիրներ 4.7% են նշել, ապօրինի շինարարություն 4.2% եւ հանցագործության աճ 3.7%։ Ավելի մանրամասն, ավելի նվազագույն ցուցանիշները կարող եք ծանոթանալ, չեմ ուզում ձեր ժամանակը վատնեմ։